Գոյամարտ սերիալում զարգացումները մտնում են իսկապես պայթյունավտանգ փուլ, որտեղ յուրաքանչյուր հանդիպում կարող է ավարտվել բախումով, յուրաքանչյուր խոսակցություն նոր գաղտնիքի բացահայտմամբ, իսկ յուրաքանչյուր որոշում ճակատագրական հետևանքներով։ Դիանա Գրիգորյանի սցենարը կրկին ցույց է տալիս, որ նա սիրում է լարվածությունը հասցնել առավելագույն կետի, մինչև վերջին վայրկյանը պահելով ինտրիգը։ Էռնայի գիծը շարունակում է մնալ ամենացավոտ ու հոգեբանական առումով ծանր պատմություններից մեկը։ Ինչպես շատ հեռուստադիտողներ էին ենթադրում, Ավոյի քայլերը հերթական անգամ ցույց տվեցին, որ նա երբեք պատահական ոչինչ չի անում։ Էռնայի հոգեբանական վիճակը վաղուց արդեն խարխլված էր Հունանի մասին բացահայտումներից հետո, բայց Ավոն կարծես հատուկ հրեց նրան դեպի վերջնական փլուզում։ Նրա հայտնվելը հոգեբուժարանում շատերի համար շոկային էր, բայց միևնույն ժամանակ տրամաբանական շարունակություն։ Էռնան չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ամբողջ կյանքը կառուցված էր կեղծ իրականության վրա։ Նրա համար Հունանը ոչ միայն եղբայր էր, այլ ուժի, վստահության ու անվտանգության խորհրդանիշ, իսկ հիմա պարզվում է հենց այդ մարդն է կապված ամենամեծ ողբերգությունների հետ։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը Ավոյի դերն է, նա կարծես ստվերից ղեկավարում է բոլորի ճակատագրերը։ Էռնայի հոգեկան վիճակը նրա համար պարզապես ցավալի իրավիճակ չէ, դա նաև հնարավորություն է։ Ավոն շարունակում է իր վրեժի խաղը և նա պատրաստ է օգտագործել նույնիսկ մարդկանց ամենաթույլ պահերը։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր զարգացում է ստանում Մանանի ու Գրիշոյի պատմությունը։ Գրիշոն համոզում է Մանանին գնալ իրենց տուն ու հանդիպել իր ընտանիքին։ Սա շատ կարևոր քայլ է, սա արդեն ոչ թե թաքուն հարաբերություն է կամ զգացմունքների խոստովանություն, այլ իրական փորձ Մանանին ներգրավել իր աշխարհում։ Գրիշոյի համար սա հավանաբար սիրո ամենամեծ ապացույցներից մեկն է։ Նա ուզում է, որ Մանանը դառնա իր կյանքի մասը բացահայտ, առանց թաքցնելու, բայց հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր վտանգը։ Մանանը գնում է այն տուն, որտեղ ապրում են մարդիկ, որոնց ընտանիքը կործանել է իր ընտանիքի կյանքը։ Սա հոգեբանական առումով շատ ծանր իրավիճակ է։ Նա սիրահարված է, բայց չի կարող մոռանալ իրականությունը, եւ այդ այն յուրաքանչյուր պատ, յուրաքանչյուր հայացք կարող է նրան հիշեցնել ցավի մասին։ Հավանաբար հենց այդ հանդիպման ընթացքում էլ ավելի կխորանան հակասությունները։ Մանանը կարող է հասկանալ, որ Գրիշոյին սիրելը մեկ բան է, բայց նրա ընտանիքի մաս դառնալը լրիվ ուրիշ։ Քանի որ հարցերը շատ են, փորձեմ այս տարբերակով պատասխանել ձեր հարցերին։ Սիթքոմներ չեմ գրում, ոչ մի տեսակի սիթքոմ իմ գրչին չի պատկանում։ Չգիտեմ հետագայում կգրեմ թե ոչ, հավանաբար ոչ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խորհուրդ կտամ սկսնակ սցենարիստներին, կերտեք ձեզ, ունեցեք ձեր ձեռագիրը, ձեր գրիչն ունեցեք, ուրիշի գրչի հետ գործ չունեք, մասնավորապես հարևանի գրչի, դա գեղեցիկ չէ, նույնիսկ ամոթ է։ Կարդացեք շատ, տեսեք շատ, լսեք շատ, լռեք շատ և ապրեք ու ունեցեք ձեր կյանքը, բայց միևնույն ժամանակ ուշադիր եղեք մարդկանց և փորձեք հասկանալ յուրաքանչյուրին և յուրաքանչյուրին փորձեք արդարացնել ինքներդ ձեր մեջ։ Իհարկե սա բավականին ծավալուն թեմա է, շատ ծավալուն թեմա է, շատ բան կարող եմ ասել այս կապակցությամբ, բայց այս պայն այսքանը։ Նոր նախագծեր անշուշտ լինելու են, նոր նախագծերում Էմմա Մանուկյանը իմ սիրելի անպայման կլինի։ Ինչ վերաբերում է, թե երբ կավարտվի Գոյամարտ հեռուստասերիալը, տարեվերջին, թե ինչ իրադարձություններ են ձեզ սպասվում, անսպասելի, իսկ թե ինչեր կլինեն առհասարակ մեր կյանքում, կապրենք, կտեսնենք, չծիծաղեցնենք բարձրալին, գուշակություններ անելով։ Թերևս այսքանը։ Ու են գնում Աշխատանքի, ինչպես միշտ։ ուղղակի խցանումներ են։ Բայց հարմարվում ենք, համակերպվել ենք իրականության հետ և այսքանը։ Լավ ամեն ինչ։ Երկու բառել նոր նախագծից խոսեք, որովհետև շատ են հարցնելու։ Չէ, երկու բառով չեմ ասի, իրականում կասեմ, բայց ծավալուն, բայց ոչ այսօր ու ոչ հիմա։
նոր շատ հետաքրքիր նախագիծ է ձեզ սպասվում, անսպասելի նախագիծ, բայց դրա մասին հետո քիչ-քիչ հեսա կփորձեք արդեն երբ որ հետևեք էջին եւ ուշադիր լինեք, քիչ-քիչ կփորձեք արդեն հասկանալ թե ինչի մասին է խոսքը։